Պարոն Ալավերդյան, արդեն որերորդ օրն է, որ դուք հացադուլ եք հայտարարել եւ ձեր առողջական վիճակը ինքնազգացողությունը ինչպիսին է։ 7-րդ օրն է արդեն, ամսի 1-ից է։ Առողջական վիճակը հիմա բավարար է, ընթացքում իհարկե տատանումներ լինում են, ինչը բնական է։ Առայժմ բավարար է։ Ձեզ այս ընթացքում ովքեր են այցելել, ընդհանրապես մարդիկ կան, ովքեր գալիս են հետաքրքրվում են։ Այո, բավականին շատ թե քաղաքական դաշտից, թե հանրային մարդիկ, քիչ հանրային, ավելի շատ հանրային, առհասարակ սովորական մարդիկ միշտ հավաքվում են, միշտ այցելում են, զորակցություն են հայտնում, մարդիկ գալիս են եւ անտարբեր չեն, ինչը դրական է։ Եկեղեցականներ եկել են։ Այցելել է մեզ Բագրատ Սրբազանը, ուրիշ եկեղեցականներ չեն եկել։ Մինչև երբ եք պատրաստվում հացադուլը շարունակել։ Խնդրանքը հստակ ձևակերպված է, մինչև Ռուբեն Վարդանյանը հացադուլից դուրս գա։ Իսկ եթե շարունակի, այսինքն դուք պատրաստ եք մինչև վերջ շարունակել։ Մենք շարունակում ենք։ Երեք Ռուբեն Վարդանյանի փաստաբանը հայտարարություն տարածեց, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, բայց իշխանական կողմից հերքումներ եղան, պատգամավորները մասնավորապես ասում են, որ ամեն ինչ անում են, ինչն է ձեզ թույլ տալիս կասկածել իշխանության հայտարարությունների վրա։ Իսկ ինչ են անում, որ տեսանելի է եւ առարկայական է, կամ ինչ կար, չէ որ փաստաբանի ասացի մեջ, հա, հստակ մարդը ձևակերպել էր, թե ինչ կարելի էր անել, ինչը չեն արել։ Հիմա այդ ձևակերպումներից, այդ կետերից որն են իրենք արել, թող ասեն, մենք էլ հասկանանք, եթե արել են, ինչ արդյունքի են հասել կամ չեն հասել, հա։ Ուղղակի ասելով մենք ամեն ինչ անում ենք, այդպես չի լինում, խոսքը իշխանության մասին է։ Ձեր կարծիքով ցանկություն չունեն, թե հնարավորություն չունեն։ Կարծում եմ ցանկություն եւ մեկը եւ մյուսը չեմ կարծում, որ ցանկություն ունեն եւ ցանկության, եթե նույնիսկ ցանկությունն են եւ իրենք ճիշտ են եւ ինչ որ բան անում են, եթե այդ ամեն ինչը իրենց ասած սա է, արդյունք չկա, իրենք թույլ են, անկարող են, տարբերություն չկա, չի կարող իշխանությունը զբաղվել եւ գոնե արձագանքի առումով մենք չունենանք, հա, տեսեք, միջազգային հանրության մեջ այդ խոսույթը չկա, այդ հարցը չի բարձրացվում մեր քննարկումներում, հա, չգիտեմ, օրը աշխարհից աշխարհ են, օրը մեկ երկիր են մեկնում, Նիկոլ Փաշինյանը, իր կինը, կառավարության մյուս անդամները եւ ոչ միտեղ ոչ մեկի հետ այդ հարցը չի բարձրացվում, ըստ պատշաճի չի ներկայացվում այդ խնդիրը, որ դա մեր օրակարգային խնդիրն է, մեր արտաքին քաղաքականության, կուզեք ազգային, այո, ես չեմ տեսել, չգիտեմ, միգուցե իրենք գիտեն դրա մասին, թող հայտարարեն, թող ցույց տան, բայց չկա նման բան։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրից դուրս է գերիների հարցը, այսինքն ներառված չի խաղաղության պայմանագրի քննարկումներում եւ այդ մասին անդրադարձ գուցե լինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Համամիտ չեք այս դիրքորոշման հետ, որ պետք է նախ խաղաղության պայմանագիրը կնքվի, հետո նոր գերիների հարցը շոշափվի։ Բացարձակ համամիտ չեմ, կարծեմ մյուս հայտարարությունը, հա, այս ակցիաների ընթացքում, այս բարձրաձայնման ընթացքում եղավ, որ ոչ մենք բոլոր բանակցություններում ենք այդ հարցը բարձրացնում, իրենք իրենց հակասում են եւ դա ԿՊ-ի իշխանության դեպքում նորմալ է արդեն, դրանից զարմանալու չկա, իսկ ինչ վերաբերվում է այս հարցը եւ ոչ միայն այս հարցը, հա, մենք ադրբեջանական զինուժը այսօր վերահսկում է մեր բարձրադիր գոտիները, ջերմուկում, Սյունիքում, մնացած բոլոր հարցերը, դրանք առաջնային են նոր խաղաղության պայմանագիր կնքելու, ասեն չի կարող խաղաղության պայմանագիր կնքվել, հետո նոր քննարկվել մեր ազգության հարցը, մեր ինքնության հարցը, մեր հայրենիքի հարցը, մեր հողերի հարցը, անտրամաբանական է ուղղակի։